սենց ասեմ ձեզ, պետք չի մարդկանց մեղադրել ինչ-որ որ այս մարդիկ պասիվ են կամ բան են, մարդիկ սպասում են գործողություն, որպեսզի մարդիկ էլ իրենք մտնեն process-ի մեջ։ Անպայման չի որ մարդկանց հերոս պահանջենք։ Մարդիկ սովորաբար հերոս չեն ծնվում։ Հերոսները շատ մեկ հատուկ կենդ են լինում, իրենց հետևից տանում են մնացածներին։ Հիմա մոտ ժամանակներս դուք կտեսնեք, որտեվ այս մարդը Ինչ կտեսնեք, ինչ որ խորհուրդ կձևավորվի միություն կլինի, երկրորդ, երրորդ նախագահ, դաշնակցություն, Մայր Հայաստան, մյուսը բոլորը միավորված կլինեն այս հարցը։ Դա լինելու է, տեսնելու է։ Այո, Ոչ մի հատիկ չկա դրան վրա, թակարդ տեսնեք իրար ինչ ասես ասում եք։ Բոլոր ամեն ինչը կտեսնեք, հետո արդեն նոր կխոսենք։ Հիմա պետք չի շտապել։ Այսինքն հիմքեր կար մտածելու որտեղ է, բայց տեսեք ոնց է Նիկոլը շտապում, ինչ է ինքը շտապում է հասկանալի է, ինքը շտապա քանի տեսնում է այս պարակտված վիճակը, փորձում է օր առաջ լուծի այդ խնդիրը։ Այս պարակտվածությունը, որ ես ասում եի, որ այս պարակտվածությունը խանգարում է Հայաստանի զարգացմանը, շատերը չէին բան։ Հիմա դուք տեսաք, որ փաստացած այս պարակտված վիճակը պարզապես նվերա Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո հանրապետական կուսակցությունը խելքի գա, Մայր Հայաստանը խելքի գա, Մայր Հայաստանը միշտ խելքի է եկել, Մայր Հայաստանի պետք չի բանալ։ Դաշինքը մյուսը բոլորը տեսեք, հիմա ինչ եմ ուզում ասեմ ձեզ, անկախ ամենից հիմա մի կողմ թողնենք թե ով է սկսել, ինչ արել, ինչ պատճառով դա արդեն երկրորդական խնդիր է։ Մենք հիմա կանգնած ենք։ Դուք ինչ եք վստահ, որ բանը իսկապես խելքի կգան եւ ինչ որ բան կլինի։ Որովհետեւ ես ասեմ, երբ որ ժողովուրդը ոտի է կանգնում, մնացած բոլոր քաղաքական ուժերը ստիպված ժողովրդի հետևից գնում են։ Դա շատ կարևոր խնդիր է։ Տեսեք, ես մի հատ օրինակ բերեմ, կարող ձեր դուրս չգա, բայց այնուամենայնիվ 2018 թվականին, երբ որ ժողովուրդը արդեն հավաքվել էր պարլամենտ, բանը ամբողջ հրապարակը հավաքվել էր, այդ ժողովուրդը ստիպեց, որ նույն Բարգավաճը, Դաշնակցությունը բան գնային ընտրեին այս անձնավորությանը։ Խաբված էին մարդիկ, բայց կապ չունի։ Ժողովուրդն է դառնում միշտ իշխանության ախտերը։ Ժողովուրդը նույն ժողովրդին կազմակերպված ձևով Խուչուկյասյանը այնտեղից էր հանում, Գազարդը այնտեղից էր մարբերում, այն մեկը այնտեղից ժողովուրդը։ Ժողովուրդ հասկացողությունը նա այդպես ինչ եմ ասում։ Միշտ բոլոր ժողովուրդներն էլ ինչ որ ձևի սխալվում են։ Հետո այդ սխալը կարողանում են ուղղել։ Այդ ժողովրդին ժամանակին խաբեցին նաև Վրաստանում, հետո ժողովուրդը ուղղեց իր սխալը։ Խաբեցին Ուկրաինայում, այդ ուկրաինացիները փոխեցին, հետո նորից խաբեցին, հիմա շատ ծանր վիճակի մեջ է հայտնված։ Այսինքն պարբերաբար ժողովուրդներին խաբում են, բայց ժողովուրդները խելքի են գալիս։ Դա process-ն է, ամբողջ համաշխարհային պատմում դա process-ն է։ Ձեր խոսքի մեջ որ ասում եք, դա կտեսնեն կլինի, ես ճիշտ ասած, ինչն է հիմք տալու եկեղեցու դեմ արշավը կստիպի, որ այդ բոլոր տարաձայնությունները դրեն մի կողմ եւ միավորվեն։ Դուք ինչ որ հիմքեր ունեք ասում եք։ Հա, ես ունեմ այդ հիմքերը, չեմ ուզում փակագծեր բացեմ, բայց ունեմ այդ հիմքերը, կտեսնեք դա, որովհետեւ նույնպես եմ կրկնում, ես հույս չունեմ այդ ինչ որ առանձին քաղաքական գործիչները, որտեղ այդ մարդիկ իրանց ուղեղները շատ նեղ պատկերացումներով են ապրում, ինձ դա հետաքրքիր չի։ Բայց մարդիկ որ տեսնում են որ ժողովուրդը հավաքված է, միանգամից իրանք արդեն սկսում են սթափվել, որ դա տենց է, միշտ եղել է Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, բոլոր տեղ տենց է եղել։ Դուք մարդկանցից մի պահանջեք հերոս լինել։ Մարդիկ քառակուսի մարդիկ են, դա խոսքը ես մարդկանցից չեմ պահանջում, ես սպայից ակնկալում եմ որ կուսակցությունները ոդիպես ուզում են գնան ուժեղի կողմը։ Չէ, ես խոսում եմ առաջնորդների մասին, ղեկավարների մասին, կուսակցության շարժումների դրա մասին։ Առաջնորդներին ծնում է process-ը, առաջնորդները ծնում է շարժումը։ Հարաբերական շարժումը ծնեց իր առաջնորդներին, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, չէ՞, ցանկացած process-ա ծնում առաջնորդներ։ Հիմա դրա համար process-ը պետք է լինի, որ դուք տեսնեք արդեն թե ով կլինի տեղ առաջնորդ։ Ամենակարևորը սա է։ Այսինքն պետք չի որ առաջ վազել ընկալ, ասել որ միանգամից հիասթափել եւ բանի մեջ բանալ։ Ես հիմքեր չեմ տեսնում այդ process-ները ինչ որ գնալու բանի։ Ղելա ջան, հիմա եկեք ես բան ասեմ։ Աշխատեք, նույնպես եմ ասում։ Հետևեք, պետք չի խոճապի մեջ հայտը միանգամից ընկնել ասել որ всё пропало բան ոնց որ այդ հայտնի ֆիլմն են ասում պետք չի տենց բան ասել բայց հուսադրող բան չեմ տեսնում ընդդիմության կողմից որ արվում է նորից եմ կրկնում Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց խնդրեմ դա եւ ինչ պիտի դրան հաջորդել մյուսներն էլ գնան ինչ պիտի անեն ես կարծում եմ որ այո մյուսներն էլ պետք է գնան որտեղ իսկապես ես գնահատում եմ Տեր-Պետրոսյանի քայլը ինքը իսկապես արժանի քայլ կատարեց եւ նման քայլը պետք է կատարեն նաեւ մյուս գործիչները Իդեպ քննադատեցին ասում են երբ որ դուք ասում եք բայց այն վտանգավոր պահին երբ որ շարժում է ձևավորվել Նիկոլի դեմ միշտ դրա դեմ ինչ որ հայտարարություն է արել Լևոն Տեր-Պետրոսյանը հավատանք Լևոն Տեր-Պետրոսյանի անկեղծությանը Անժելա ջան ես մի բան ասեմ ձեզ էլի ամբողջ խնդիրը տեսեք ես սենց ասեմ ձեզ միշտ ամեն մի փուլում ինչ որ մի process-ի մեջ ինչ որ մարդիկ մտնում են կամ չեն մտնում չէ հիմա իրավիճակը ֆունդամենտալ տարբերվում է նախկին process-ներից Հիմա դրած է Հայաստանի լինել չնելու խնդիրը։ Եթե նախկինում կար, չգիտեմ, Ղարաբաղի խնդիր, Ղարաբաղի ինչ-որ խնդիր կար, բան, հիմա արդեն այս կամ այն մարդը գար իշխանության, հիմա հասկանում է, որ Հայաստան չի լինելու։ Հիմա այս մարդը բոլորի համար պարզ է, որ այս մարդը փորձում է կատարել Ալիևի պատվերը, որպեսզի Ալիևից ստանա թուղթը, որպես նվեր։
որպեսզի ընտրությունների ժամանակ հելն իր ճղճղան ձենով թուղթը ձեռը վերցնեն մուրճի պես։ Գնա ասի գյուղացիներ ջան, ես ձեզ բերել եմ այդ մանգա թե ինչքան անգրագետ մարդ կարա գա, որ ասի ես թուղթը բերել եմ, թուղթը խաղաղությունն է։ Այդ մարդուն չես կարող, բայց որ թուղթը խաղաղություն չի լինում։ Խաղաղությունը լինում է բալանսը, ուժերի բալանսը։ Ադրբեջանը արդեն նոր կործանիչներ է գնել Պակիստանից եւ փորձում է իր կործանիչների քանակը հասնել մինչեւ 40-ի։ Ինչի է դա անում, որպեսզի ինքը կարողանա շանտաժով վախացնելով Հայաստանին, Հայաստանի ապամոնտաժումը խաղաղ ճանապարհով պահանջի։ Հայաստանը առանց դաշնակցի չի կարող այս Պակից դուրս գալ։ Դա բոլորը արդեն հասկացել են։ Եվ այդ խնդիրը լուծելու համար պետք է իսկապես լուրջ, ոչ թե վերացական բաներ, ոտանավորներ ասել, բանես, գեղեցիկ բաներ։ Մակրոնը կգա կփրկի։ Այլ պետք է առարկայական ծրագիր ունենալ, այս երկիրը այս վիճակից դուրս գալու, առաջին հերթին անվտանգության խնդիրը լուծելու, կանգնացնելու Ադրբեջանի այդ ագրեսիվ քայլերը եւ պարտադրելու, որ Ադրբեջանը համակերպվի, որ պետք է մենք խաղաղ կարողանանք